Այժմ մենք պատրաստում ենք տավարի մսով բաստուրմա։ Ամենակարևորը մսի մեջ մենք պետք է ճիշտ կարողանանք մսի այս հյուսվածքները, ջլերը լրիվ առանձնացնենք, ամենակարևոր բաստուրմայի պատրաստման ընթացքներից մեկն է։ Այս յուղերը, ջլերը բոլորը պետք է մենք առանձնացնենք։ Միսը պետք է այն որ ձեռքով զգանք, էլի։ Ինքը սիրում է միսը, այդ հատկությունը ունի։ Շոշափելուց էլ այսպես պետք է մենք զգանք, որ ավելնորդ ինչքան մասեր կա լրիվ, պետք է լրիվ մենք առանձնացնենք, հանենք, որտեղ միսը հենց այդ հատկությունը ունի։ Մենք ինչքան յուղերը հանում ենք, այնքան ինքը աղադրումն էլ է ճիշտ կատարվելու ընթացքում, որը որ էլի կարևոր է։ Ստեղ մենք էլի ունենք այդ խանգարող կողքերը, որը որ երկուսն են, էլի նույն ձևի մենք առանձնացնում ենք։ Այս կողքն էլ կարանք առանձնացնենք, որտեղ մենք պատրաստելու ենք էլի բաստուրմա աթխոդներով, մեկ էլ մնացած աթխոդներով մենք պատրաստենք սուջուղ իրար հետ։ Այսենց էլի մենք մանրակրկիտ նայում ենք պլյոնկաները, ինքը վաբշետը յուղ չունի արդեն, միսը արդեն ինքը ոնց որ անթերի, այսենց կտոր է։ Մեկ էլ ամենակարևորը հիշեք, սիրելի ընկերներ, որ հյուսվածքները պետք է լինեն այս կողմը, որտեղ միսը, երբ որ մենք բաստուրմայի միսը, որ պետք է կտրենք այսենց, իր հյուսվածքները պետք է լինեն այս կողմը, որտեղ ինքը հեշտ է ծամվելու։ Եթե հակառակը լինի, արդեն մի քիչ դժվարանալու ենք ծամելուց։ Այս դեպքում ինքը ամենաճիշտ տարբերակն է։ Հիմա մենք կատարում ենք աղադրումը, մենք ունենք խոշոր աղ, որը որ շատ կարևոր է մեր պրոցեսի համար։ Մենք լցնում ենք տակը մի քիչ, անպայման այսենց, վերցնում ենք մեր կտորները, իրան այսենց լավ աղ ենք անում, մի հատ այսենց մենք պտտացնում ենք աղի մեջ, մեր նույնը երկրորդ կտորը, վերցրեցինք, աղը մենք չենք խնայում, լավ աղ ենք անում, այսենց որ իր բոլոր անկյուններով աղ լինի, այսենց, աղադրումը շատ կարևոր պրոցես է մեր պատրաստման համար, այսենց, մենք իրա վրա էլ ավելացնում ենք աղ, այսենց, շատ լավ, մի հատ է կարանք լցնենք, միսը մենք պահում ենք սառնարանում, սառնարանի ջերմաստիճանը պետք է լինի 10 աստիճան, պլյուս 10, մենք մառազիլկեն հանկարծ չդնենք միսը, որովհետև ինքը չի աշխատի։ 7 օրից մենք արդեն կհանդիպենք։ Միսը մեր 7 օր մնացել է աղի մեջ, հիմա մի հատ բացենք, տեսնենք ոնց է, արդեն հանելու վախն է։ Շատ լավ աղը վերցրել է, ձգվել է մեր միսը, տավարի, այսենց էլ է, շատ լավ է։ Հիմա մենք կպահենք ջրի մեջ, միսը մեր լվանում ենք հոսող ջրի տակ, ու արդեն կթողենք ինքը մի օր կմնա ջրի մեջ։ Մեր տավարի մսով բաստուրմեն շատ լավ աղը վերցրել է, կթողենք ջրի մեջ կմնա 1 օր, եթե հոսող ջուր է, մենք կարանք կամաց բացենք, ինքը ջուրը ծոր է, 1 օր մնա ջրի տակ, եթե չէ, եթե ջրի խնդիր ունենք, ժամը 1 մենք կարանք ջուրը փոխենք։ Բաստուրմաչոներ ջան, մենք մեր մսերը լվացել ենք, տավարի մսերը, երկուսն են, հիմա մենք պրես ենք դնում, տավարի մսերը վերցրեցինք, ձգում ենք շատ լավ, աջ կողմից, ձախ կողմից, շատ լավ է, առաջի կտորը, երկրորդն ենք վերցնում, այս շորերը շատ հարմար են, ուշադրություն դարձրեք ձգելուն, որ ինքը պետք է լինի շատ լավ ձգած, ինչքան շատ լավ մենք ձգում ենք, տեսքի իրա շատ լավ մենք կստանանք։
պրեսը մեր այսպես դրեցինք։ Ձգում ենք, մեկ օր կպահենք պրեսի մեջ, մեկ օրից ես ցույց կտամ մնացած ընթացքը։ Բաստուր մաչոներ ջան, միսը մենք պահեցինք պրեսի մեջ 24 ժամ, մեկ օր, հիմա մենք հանում ենք մեր միսը։ Ահա մեր մսերը, իրենք շատ լավ տեսք են ընդունել, շատ լավ է, մեկ, ասել երկրորդը, մեր տավարի մսով բաստուրմանա, միսը թելելու համար մեզ անհրաժեշտ է բիզ, դանակ, մեկ էլ թել։ Բիզը դուք կարող եք վերցնել, եթե չունեք, այսպես մի հատ ես վերցրել եմ ացվորկա, այստեղից մի հատ ծակ ենք արել, սրել ենք, ինքը շատ հեշտ է թելելու համար։ Հիմա մենք վերցնում ենք միսը, միսը պետք է մենք նայենք այն սիրուն մասից, որտեղ որ ինքը լեն է, լեն մասից պետք է թելենք, նեղ կողմից չէ։ Ու հնարավորինս մի քիչ այսպես վերևից, մեջտեղից չծակեք թելը, որտեղ ինքը սիրուն չի լինի։ Այս վերևից, այսպես մի հատ թելեցինք, բիզը ծակեցինք, նույնը այս երկրորդը, այս լեն մասից, այսպես մցրեցինք, ստեղից գալիս է մեր թելը, այսպես մցնում ենք, այս մեզ դրա համար է հարկավոր ստեղ, էլի թելը, այսպես, անցկացրեցինք թելը մեր, ահա, այսպես թելում ենք, բերում ենք այստեղ, այսպես մի անգամից, այսի մի կտոր, այսել մեր երկրորդ կտորը, այսպես, մսերը մենք կթողենք չորանա, ըստ դրա արդեն կշարունակենք մնացած ընթացքը, թողում ենք լավ չորանա ինքը։ Չամանը բովում ենք, բոված չամանը մեզ անհրաժեշտ է դառնահամը կորցնելու համար, արդեն դուք կարող եք նայել տարբերությունը, ինքը արդեն հատիկները շատ լավ բովել ենք, մեր չամանը համարյա պատրաստ է արդեն, մենք բույրը շատ լավ զգում ենք, հեսա կթողենք ինքը 5 րոպե կհանգստանա ու չամանը մենք կաղանք, բնական բոված չամանով պատրաստելու ենք բաստուրման, լցնում ենք ամանի մեջ, թող հանգստանա ինքը, այսենց, շատ լավ է, ինքը թող սառի, մի 5 րոպեից արդեն չամանը մենք կաղանք, աղացած չամանով կպատրաստենք մեր բաստուրման։ Չամանը աղում ենք, մեր բոված, արդեն ինքը լավ սառել է, գույնը հələ մի հատ նայեք, ինքը դարձել է ոսկե գույն, լցնում ենք մեր աղացի մեջ, բույրը իր այնքան լավն է, չեմ կարա փոխանցեմ, այսինքն շատ լավն է ինքը, ևս մի հատ և վերջ։ Շատ լավ է։
Լցնում ենք ստեղ մեր չամանը։ Չամանը մեր մոտ պետք է լինի ոչ թե շատ պուդրի, այլ շաքարավազի նման, որ սենց շոշափենք իրան զգանք, ավազի հատիկի նման։ Մենք ունենք արդեն պատրաստի մեր աղացած չամանը, ինքը տարբերվում է արդեն իր բույրով, իր բնական լրիվ բաղադրիչներով։ Մենք մեր չամանով կպատրաստենք արդեն բաստուրման։ Այս սենց հələ միած զգացեք, իր գույնը։ Շատ լավ է։ Չաման պատրաստելու համար մեզ պետք է սխտոր, պարտադիր, բնական սխտոր, լցնում ենք, փակեցինք, մանրացնում ենք պարտադիր, պատրաստ է ինքը, սխտորը մեր, ավելացնում ենք 200 գրամ ջուր, որ մեր սխտորը լավ ինքը պտտվի արդեն։ Ինքը լավ պետք է խփի, որ ինքը պուդրի սարքի, մի մասը, լավ պահում ենք ինքը, պյուրեի նման պետք է լինի մեր սխտորը։ Լավ է, մի հատ տեսնենք ոնց է։ Ինքը շատ լավ է արդեն։ Սխտորը լցնում ենք մեր ամանի մեջ, այսենց, շատ լավ է։ Սխտորը մեր մոտ 100 գրամ է, 100 գրամ մենք խփեցինք բլենդերով, ջուրը մեր մոտ 3 լիտր է, լցնում ենք պարտադիր սխտորը, այսենց։ Մենք ունենք պատրաստի չամանը, բիբարը, սխտորը արդեն կշռել ենք, 100 գրամ մենք ունենք չաման, 50 գրամ քաղցր բիբար, 10 գրամ շաքարավազ։ Այս ամեն ինչը մենք խառնել ենք պարտադիր, լցրել ենք սխտորը 3 լիտր ջրի հետ ու ամենակարևորը պեչի խառնել ձեռքով, այսինքն մենք լցնում ենք չամանը, այսինքն ինքը արդեն մանրից սկսում է սկել ջրի տակ, ջուրը սկսում է արդեն քաշել։ Իրան մենք թողում ենք, որ պարբերաբար չամանը քաշի, ձեռքով պետք չի հիմա խառնել, որովհետև ինքը ճահիճի նման արդեն սկսելու է քաշել։ Չամանը այսպես լցնելուց հետո թողում ենք ինքը արդեն ինքնուրույն քաշի։ Ձեռքով հիմա ընդհանրապես պետք չի խառնել, որովհետև եթե խառնեցինք, մենք արդեն գնդեր կունենանք։ Չամանը թողում ենք սենց, ինքը ընդամենը 5 րոպեից չամանը քաշելու է տակը, ջուրը բարձրանա վերև։ Այդ ընթացքում մենք ձեռքով կխառնենք։ Հիմա թողում ենք ինքը 5 րոպե, 10 րոպե, թող չամանը շատ լավ աշխատի։ Այսինքն ինքը մակերեսս լրիվ թրջվելու է արդեն, քաշելու է տակը։ Թողում ենք, թող հանգիստ քաշի 5 րոպե։ Հիմա մեր չամանը ներծծվել է արդեն։ Ոնց որ մենք ասացինք սկզբից, պետք չի ընդհանրապես խառնել։ Եթե մենք սկզբից խառնեինք, ինքը գնդեր էր տալու։ Այդ գնդերը ինքը արդեն արտաքին տեսքի վրա սենց բշտիկներ էր եղվալու, որը որ ճիշտ չի։ Հիմա մենք առաջին անգամ, երբ որ ներծծվել է, արդեն նայեք, սենց իջել է ինքը ջրի տակ։ Շատ սիրուն, այսենց մենք իրան արդեն խառնում ենք չամանը։ Այսենց շատ լավ է, մենք իրան արդեն լավ զգում ենք, գնդիկներ չկա ընդհանրապես, որը որ ամենակարևորն է։ Չամանը այսենց խառնելուց հետո, այսենց իրան թողնելու ենք, երևի մի կես ժամ մնա արդեն, կես ժամից հետո ինքը դառնալու է ժելեի նման շատ սիրուն։ Հիմա ասենց որ ձեռքով խառնում ենք, ընդհանրապես ոչ մի գնդիկ, ոչ մի ավելնորդ կոշտ հատիկ չունենք, ինքը այսպես լրիվ ոնց որ ջուր է լինի։ Շատ լավ է, այսպես պետք է լինի չամանը։ Այսի չամանի ամենալավ պատրաստման ձևն է։ Թողում ենք ինքը 10 րոպե, 15 րոպե ներծծվի, դրանից հետո այսպես խառնում ենք իր առաջին խառնելն է, առաջին անգամ այսպես խառնում ենք։ Շատ լավ է այսպես։ Իրան մենք կթողնենք կես ժամ ինքը կմնա, սխտորը, չամանը, բիբարը, այդ լրիվ ամեն ինչ ինքը կներծծվի, կդառնա մի մասա։
Հիմա խառնում ենք երկրորդ անգամ, արդեն իր պնդությունը նայեք մենք զգում ենք, ինքը ուռել է, այսենց։ Երկրորդ անգամ խառնելու արդյունավետությունը այն է, որ արդեն ինքը գնդեր էլի չի տալիս, վсё, բացվում է չամանը։ Հիմա արդեն բացվելու process-ի մեջ է։ Ինքը շատ լավ է, ես արդեն իր կոպտությունը զգում եմ չամանի։ Սպասեցինք մենք կես ժամ, չամանը արդեն խառնում ենք, մեր մոտ արդեն չամանը լավ ուռել է, վերջնական, այսենց լավ խառնում ենք չամանը։ Մենք իրան թողեցինք կես ժամ, ինքը արդեն ուռի, շատ լավ է, արդեն լրիվ ինքը պնդացել է, համարյա պնդացել է արդեն, համարյա, շատ լավ է եղել, այսենց, եթե իրան զգում եք, հլը հատիկները ոնց է իր մոտ արդեն ուռել։ Մենք չամանը կթողենք արդեն սառնարանի մեջ, մեկ օր կմնա, վաղը նոր մի հատ կխառնենք ու կգցենք մեր միսը չամանի մեջ արդեն։ Փակում ենք մեր չամանը, այսենց, սառնանում դնում ենք, արդեն ինքը մեկ օր կմնա։ Սառնանից մենք հանեցինք մեր չամանը, որը պահել ենք 24 ժամ, պլյուս 5 աստիճանի տակ, հիմա մի հատ մենք նայենք ինքը ոնց է բացվել, ինքը լուծվել է արդեն շատ լավ, որը որ մենք ուզում էինք արդեն, այսենց, դարձել է մի մասա, մենք ունենք մի կիլոգրամ չոր միս, մենք պետք է մեր միսը արդեն, որը որ պատրաստել ենք, չորացրել ենք, դնենք այսենց չամանի մեջ, այսենց, չամանի մեջ մենք պահում ենք 5 օր, 5 օրից մեր միսը արդեն կփափկի շատ լավ, սենց եթե մենք նայենք, միսը շատ փափուկ չի, ինքը լրիվ է սոկը, առամատը քաշելու է իր ջանը, դնում ենք մնա սառնարանում, մեր չամանը, սառնարանից հանեցինք մեր չամանը, մի հատ տեսնենք միսը փափկել է, շատ լավ է, համեմունքները արդեն լավ աշխատել են, իրա բույրը շատ ուժեղ է, 2 օր էլ կպահենք սառնարանի մեջ, հետո կհանենք կթաթախենք, արդեն ես թաթախելու process-ը ցույց կտամ։ Բաստուր մաչոներ ջան, հիմա մենք միսը չամանից հանում ենք, արդեն լավ հասունացել է մեր միսը, չամանը վերցրել է, մենք պատրաստել ենք չեչոտ չաման, չեչոտ բաստուրմայի չաման, դրա համար է մեր մոտ ջրիկ, կոմենտների մեջ գրում են, որ չամանը ջրիկ է, մենք միտումնավոր ենք ջրիկ արել, որովհետև 3 անգամ, 4 անգամ մենք թաթախելու ենք։ Այս տեսակի բաստուրմեն պետքա ջրիկ լինի։ Իսկ քսովի բաստուրմեն ինքը միանշանակ պետքա պինդ լինի։ Մենք սարքել ենք չեչոտ բաստուրմայի համար։ Ինքը այսենց պետքա ջրիկ լինի։ Կախում ենք կրիչոկով։ Շատ լավ։ Բերեցինք։ Վերջ, թողում ենք ինքը արդեն չամանը պետքա 1 օր մնա, ինքը չորանա միսը, չամանը պետքա ծորա, իրան ինչքան որ անհրաժեշտ է ինքը կպահի իր վրա։ Մենք շարունակելու ենք թաթախելը 3-ից 4 անգամ։ Թաթախում ենք երկրորդ անգամ, բաստուրման։ Չամանը, հələ մի հատ չամանը նայենք ինչքան լավն է չամանը։ Պնդացել է, հետևորդները գրում էին ջրիկա, չամանը ինչքան քչանում, այնքան ավտոմատ սկսում է պնդանալ։ Հա, մեղր, հո չաման չի, բա բույրը, այնքան անուշ բույր ունի։ Հիմա մենք թաթախում ենք, այսենց։ Ձեռքով, պարտադիր, այս անկյուններով, սիրուն, իրան ինչքան պետք է, ինքը կվերցնի, վերջ, ավել բան պետք չի, կախում ենք, վերջ, ինքը թող կատկթա, մեզ կմնա արդեն մեկ անգամ ևս, կթաթախենք և վերջ, բաստուր մաչոներ ջան, այժմ կտրում ենք բաստուրման, որը միասին ենք պատրաստել, դուք անընդհատ հարցնում եք չամանի գույնը խի է դեղին, չամանը ջրիկ է, հիմա նայեք, թաց չամանը, որը որ մենք բռնել ենք, ինքը սովորաբար լինում է ջրիկ ու ինքը այս գույնի է, երբ որ չորանում է բաստուրմայի վրա, գույնը փոխում է արդեն, դա նորմալ է, իսկ եթե մենք ստեղ մուկ բռնենք չամանը, արդեն մեր
պատրաստի բաստուրման ինքը ավելի մուգ կստացվի։ Դրա համար մենք անում ենք միշտ դեղին, մոտավորապես այսպես չափում։ Հիմա արդեն կտրում ենք բաստուրման մեր։ Ահա տեսքը։ Ստացել ենք շատ սիրուն տեսք, մեջը շատ լավն է։ Մյուս կտորից էլ փորձենք։ Մենք կարանք էլի չորացնենք, բայց բաստուրման պետքա լինի մի քիչ թաց, որովհետև թաց վիճակում, ինչը որ ես ասել էի վիդեոներում, հյուսվածքների համար, նայեք ինքը արդեն պոկվում է իրարից։ Նշանակում է բերանի մեջ ինքը կհալվի արդեն։ Այ խնդիրը լուծումը սրա մեջ է, եթե բաստուրման եթե ինքը այսպես չկարողանանք ձեռքով պոկենք, պատկերացրեք, այս նույն գործողությունը մենք անում ենք ատամներով։ Այսինքն պետք է ինքը առանձնանա։ Մենք ստացել ենք շատ լավ բաստուրման։ Ահա տեսքը, մեջը, արտաքինը, չեչոտ բաստուրմանն է։ Հետո մենք կպատրաստենք քսովի բաստուրմեն։